Կենդանիները ձմռանը շատ են հիվանդանում, քիչ կաթ են տալիս, կովերն իրար պոզահարում, վնասում են, խնդիրների պատճառը հաճախ գոմի վատ պայմաններն են։ Այն, որ կենդանունել է բնական օդափոխություն, լուսավորություն պետք նաև մաքուր տարածք, անասնապահը գիտի, բայց չի կարողանում օրինակ պարզ սանիտարական նորմ ապահովել, որովհետև կառույցը սխալներով է գյուղացիների խնդիրներից ամենաբնորոշն է առանձնացնում քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահը։ Հատակը արելահարտ ու մշտապես տանջվում է այդ գոմաղբը հեռացնելու համար։ Այն դեպքում, երբ որ այդ ակոսը, որը ունի մինչև որոշակի տոկոս թեքություն, դա մեծապես օգնում է, որպեսզի այնտեղ ենթադրենք լվացարանին հատկացված տարածքում, որը ոչ մի գոմերում երեթե այդ բանը չկա, դրանից ջրի շիթի օգնությամբ միանգամից լվացվի, հեռացվի եւ իրանք այդ ծանր աշխատանքները չանեն։ Կոմիտեում սխալները գույքագրել եւ անհատ ֆերմերին հուշող ֆունկցիոնալ մինչև 10 կովի համար անասնագոմ կառուցելու ուղեցույց են մշակել։ Խորհուրդները կարելի է գտնել կառույցի Մինուրբան կայքում։ Շինանյութի տեսակով, հաշվարկով, տանիքի ճիշտ թեքությունից մինչև պատուհանի դիրք ու կենդանիների կերակրման եւ հանգստի գոտի, նկարներով, նախագծերով մարդկանց ցույց են տալիս լավագույն լուծումները, ներկայացնում է մասնագետը։ Այս հատվածում անասունների պահպանմասն արդեն ներս են մտնում, ստեղծել արդեն կերակրում են։ Այսօր դրենաժային հատվածն է, որտեղ որ եղտաջրերը եւ այլն հեռանում են։ Պապական մեր գոմերի պես մի անկյունում խոշոր եղջերավոր, մյուսում խոզ, ոչխար կամ հավ պահելու տարբերակ էլ կա ուղեցույցում, միայն թե կենդանիների համար առանձնացված գոտիներով ու ժամանակակից լուծումներով։ Ամեն ինչով հանդերձ դա հաստատ ավելի թանկ չի նստի, քան գյուղի վարպետների խորհրդով կառուցվողը։ Միտքը այն է, որ մաքսիմալ տնտեսապես հաճելի լինի բնակիչների համար կառուցապատման համար եւ ֆիզիկական չափերով հեշտ իրականացվող։ Սրանք ոչ մեծ անասնագոմեր են։ Արտասահմանի պես մաքուր ու կազմակերպված տիպային այս գոմերը Խախշինում պնդում են արդեն իսկ համապատասխանեցված են շինարարական ու սանիտարական բոլոր նորմերին, լրացուցիչ փորձաքննության կարիք չունեն։ Եթե գյուղացին ուղեցույցին չհետևի, մերժելու եք շինթույլտվությունը հարցին կառույցի փոխնախագահն ասում է. փաստաթղթով շարժվելը ցանկալի է, բայց ոչ պարտադիր։ Եթե նորմերին չի համապատասխանում, կմերժենք։ Եթե նորմերին համապատասխանում է, բայց ուղեցույցի դրույթներից տարբերում է, ոչ չի մերժվի։ Քաղաքաշինության կոմիտեն հիգիենիկ նորմերով մշակված ուղեցույց ունի նաև բակային սպանդանոց կառուցողի մինչև անգամ գյուղական զուգարանի համար։ Թվում է պարզ բան է, բայց ասեպտիկ փոսի ճիշտ խորության դեպքում է միայն, որ կեղտաջրերը դրենաժային համակարգով չեն աղտոտում հողը, այգին։ Երմինե Բաղդասարյան, Արտակ Գևորգյան լուրեր։